Շատ հաճախ, երբ մենք սերտաճում ենք մեր ծնողների դրամային, իրականում նախ արժի հասկանալ այդ դրաման ինչի մասին է ու ինքը իրականա թե չէ։ Ես վատ եմ, որովհետև վատ եմ, ամեն ինչ վատ է, որովհետև ամեն ինչ վատ է, թե իրոք կան ինչ-որ պատճառներ ու խնդիրներ։ Ես վատ եմ ու ունեմ կարիք, որ ինչ-որ մեկը անընդհատ գա ինձ հարցնի, ես վատ եմ, ոնց պիտի լավ լինեմ, զբաղվի ինձնով, ինչ-որ դրանով ես ուշադրություն եմ գրավում։ Ես մտել եմ որպես հասուն մարդ մանկական պոզիցիայի մեջ ու մտածում եմ, որ ինձ պիտի պահեն, ինձ պիտի հոգ տանեն, ես իմ 45+ տարիքում ոչ մի բանի ի վիճակի չեմ ինքնուրույն ու իմ մասին պիտի հոգ տանեն, նույնիսկ 50+ տարիքի մասին, եթե բնականաբար առողջական խնդիրներ չկան։ Մի հատ փորձեք կշռադատել այդ դրամայում փրկիչի դեր եք դուք անընդհատ ձեր ծնողին փրկում եք, որ ինքը մենակ չմնա, անդրամադիր չլինի, ոչ մի բանից չնեղվի, որ ապրի այն երջանիկ կյանքը, որը որ չի ապրել մինչև ձեր մեծանալը, դուք ձեր ամբողջ կյանքը ծառայեցնում եք իրան, իր տրամադրությանը, ինչի։ Դրան կան պատճառներ, ձեզ փոքրուց ասել են, որ ձևը տենց է ու ձեր դերը էտա լինելու ձեր ընտանիքում, դուք չեք կարողանում դուրս գալ ձեր փոխկախյալությունից ձեր ծնողի հետ։ Ձեզ թույլ չեն տալիս դուրս գալ։ Ձեզ թույլ չեն տալիս ամեն անգամ ինչ-որ դրամայի բան բարձրացնելով, հա։ Սա շատ ակնհայտ երևացող պրոցեսներ են շատ ընտանիքներում, որտեղ երեխային թույլ չեն տալիս, որ ինքը մեծանա, ինքնուրույնանա, չեն թույլ տալիս ապրել իր երջանիկ կյանքը, որովհետև այդ երեխային մանիպուլացնելը շատ դժվար է լինելու, որովհետև այդ պահից ինքը դադարում է երեխա լինել։ Հետո, հա, այդ ծնողը մնում է տետատետ իր դրամայի հետ։ Այո, ոչ մեկի վզին չի կարողանում ապրել այդ դրաման։ Ընդհանրապես հոգեբանության մեջ տենց արտահայտություն կա, մարդուն վերադարձնել իր պատասխանատվությունը, ու երբ որ պատասխանատվությունը վերցնող չկա, ինչ որ մեկը վերջապես պիտի այդ պատասխանատվությունը վերցնի։ Ու դա ինքն է։ Ու դա ինքն է ուզի լինելու, ընդհանրապես էս էլի եմ ասում, մի բանա լավ հարաբերությունները իր ծնողների հետ, մի բանա, չգիտեմ, կապվածությունը, շատ ջերմ հարաբերություններ, մտերիմ հարաբերություններ, ոչ մի կերպ հարցականի տակ չենք դնում, պատասխանատվությունը ծնողների առաջ, դա էլ մի ուրիշ բանա լինել սերտաճած դրամային ու լինել անընդհատ այդ ընտանիքում փրկիչը։ Այո։ Ես չեմ կարող առանձնանալ, որովհետև եթե ես առանձնանամ, մաման ու պապան անդադ կկռվեն, ես պիտի տունը լինեմ, որ իրանց բարի շփվեն։ Պապան մամային կվնասի։ Պապան մամային կվնասի, ես չեմ կարող երկար ժամանակ թողնել գնալ, ասենք, չգիտեմ, արտասահմանում սովորելու, որովհետև մաման առանց ինձ չի կարող, ինքը նույնիսկ կոմունալ չի կարողանում վճարի ինքնուրույն, տաքսի չի կարող